Երբ տարիներ առաջ Ժաբա Կանկավան Գուսևի կյանքը փրկեց, մենք այս իրադարձությանը մանրամասն անդրադարձանք։ Նույնն էլ 21 թվականին ընկերս Հայկոն արեց, երբ այն էպիզոդը ներկայացրեց ձեզ, թե ինչպես Սիմոն Կյայերը Կրիստիան Էրիքսենի կյանքը փրկեց։ Այս ամենը վերհիշելով գաղափար ծնվեց, պատրաստել տեսանյութ ու խոսել եւս 5 նմանօրինակ պատահարներից, երբ հակառակորդ թիմի ֆուտբոլիստը խաղադաշտում մրցակցի կյանքը փրկեց։ Եթե նրանք մի քանի վայրկյան ուշացնեին, կլինեին անդառնալի հետևանքներ, եւ հոգեվարքի մեջ գտնվողը հաստատ կվախճանվեր։ Ահա այսպիսին են մեր այսօրվա հաղորդման հերոսները։ Այո, իզուր չասեցի հենց հերոսներ, որովհետև նրանց արածը իրոք հերոսություն էր։ Շատ պարզ, համալրիր Fast Bank-ի հաշիվդ ու կատարիր վարկի արագ մարումներ առանց միջնորդավճարի։ Fast Shift-ի ապահով տերմինալով եւ էլեկտրոնային դրամապանակով։ Fast Shift տարբեր է։ Սկսենք ամենաթարմ ինցիդենտից։ RPL-ի նախորդ սեզոնում Մոսկվայի Սպարտակը Կրասնոդարին հյուրընկալեց։ Խաղ, որը շատ արդյունավետ էր, որտեղ գոլերից մեկը Էդուարդ Սպերցյանը խփեց։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում սարսափելի մի դրվագ եղավ։ Օդային պայքարում Գեորգի Ջիկիան Կադիի հետ բախվեց։ Բրազիլացի կիսապաշտպանը ուշագնաց եղավ, մինչև բժիշկները հասնեին շատ ժամանակ կանցներ։ Դրա համար էլ Ջիկիան ամեն ինչ մի կողմ դնելով մրցակցին առաջին օգնությունը ցուցաբերեց։ Տուժածը լեզուն կուլ էր տվել, իսկ Ջիկիան արագորեն այն ետ բերեց ու հանեց կոկորդից։ Բոլորը անհանգստացած այս իրավիճակին էին հետևում։ Ի վերջո բրազիլացու կյանքը փրկել հաջողվեց։ Նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից։ Ջիկիան ամբողջ մարզադաշտի կողմից եւ դրանից դուրս մեծ ծափահարությունների արժանացավ։ Հանդիպումից հետո էլ հետեւյալը նշեց. Ով էլ իմ փոխարեն լիներ, հենց այդպես կվարվեր։ Այստեղ պարզապես չկան այլ տարբերակներ։ Հուսով եմ Կադին արագ կապակինվի։ Չեխիայի առաջնության հանդիպումներից մեկը կարող էր ավարտվել սարսափելի սցենարով։ Դրվագներից մեկում Բոգեմյան Սակումբի դարպասապահը դուրս գալով իր տեղից փորձեց գնդակը հեռացնել Տուգանայինի մատույցներից, սակայն պատահաբար Ֆրանսիս Կոնեի արմունկին դիպավ։ Բախումից դարպասապահը գիտակցությունը կորցրեց ու սկսեց շնչահեղձ լինել։ Կոնեն վայրկենական արձագանքեց ու փորձեց կուլտված լեզուն հանել մրցակցի կոկորդից։ Արդյունքում փորձը հաջողությամբ պսակվեց, իսկ դարպասապահը սկսեց շնչել վերջապես։ Ահա եւս մի պատահար, երբ ֆուտբոլիստը հակառակորդի կյանքը փրկեց։ Հետագայում Կոնեն խոստովանեց, որ սա իր կյանքում արդեն 4-րդ դեպքն էր, երբ նա փրկում էր մարդու կյանքը շնչահեղձությունից։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի փլեյօֆի շրջանակներում կայացած Կոտ դ'Իվուար Մալի հանդիպումը առաջին հերթին այն բանով հիշատակվեց, որ փղերի պաշտպան Սերժ Օրիենը մրցակցի կյանքը փրկեց։ Գնդակի համար պայքարում Մուսա Դումբիան գլխին հարված ստացավ եւ միանգամից խոտածածկին հայտնվեց։ Կոտ դ'Իվուարի ֆուտբոլիստները սկսեցին վիճել մրցավարի հետ եւ որևէ մեկը չնկատեց, որ մրցակցի ֆուտբոլիստը հոգեվարքի մեջ ակնթարթներ հետո կյանքին հրաժեշտ կտա։ Այո, որևէ մեկը չնկատեց, բացի Կոտ դ'Իվուարացի Սերժ Օրիեից։ Մինչեւ թիմակիցները վեճի մեջ էին, նա անհապաղ Դումբիային մոտեցավ եւ լեզուն կոկորդից հանեց։ Դումբիան գիտակցության եկավ ու ինչպես ասում են մազով փրկվեց։ Այսպիսի հերոսական արարք տեսանք մի այնպիսի խաղացողի կողմից։ Խոսում եմ Սերժ Օրիեից, ով իրականում շատ վատ տղայի համբավ ուներ։ Քանի անգամներ նրա անունը տարատեսակ սկանդալային պատմությունների հետ էր կապված, ընդհուպ ոստիկանների վրա հարձակվելով, սակայն պարզվեց, որ ավազակային էության մեջ շատ նուրբ հոգի է թաքնված։ Հոգի, որը իր կյանքի ամենակարևոր առաքելությունը կատարեց, փրկելով դիմացինի կյանքը։ Տարիներ առաջ MLS-ում նույնպես նման պատահար գրանցվեց, երբ ֆուտբոլիստներից մեկը արդեն վախճանվում էր, իսկ մյուսը նրա կյանքն էր փրկում։ Դրվագի հերոսը Չիկագոյի կիսապաշտպան Ռեզվան Կոչիշը դարձավ։ Վանկուվեր-Չիկագո հանդիպման ընթացքում Չիկագոյի կիպերը դուրս եկավ տեղից, որպեսզի լիկվիդացնի վտանգը, սակայն անզգուշորեն արմունկով մրցակցի խաղացողին բախվեց։ Տուժողը Վանկուվերի ֆուտբոլիստ Մասուտո Ուդոն էր։ Ճապոնացին գետնին ընկավ եւ գիտակցությունը կորցրեց։ Դարպասապահը միանգամից բժիշկներին օգնության կանչեց, սակայն մինչև նրան կհասնեին, ուշագնաց եղածին հակառակորդի երկու ֆուտբոլիստ մոտեցավ։ Ժոաո Մեյրան եւ Ռեզվան Կոչիշը։ Մեյրան շատ արագ հասկացավ, որ տուժածին կողքի վրա պարկասնել է հարկավոր։ Մեյրան նրան պահում էր պինդ բռնած, իսկ Կոչիշը լեզուն հանում կոկորդից։ Ահա այսպես միանգամից երկու ֆուտբոլիստ հերոսանալով փրկեցին մրցակցի խաղացողի կյանքը։ Ռեսպեկտ ձեզ, այստեղ ուղղակի չկան խոսքեր։ Ֆերնանդո Տորեսին բոլորդ հիշում եք շատ լավ։ Մեր ժամանակների լավագույն հարձակվողներից, ով իր ետևից իրոք շատ մեծ հետք թողեց։ Սակայն բացի այն բանը, որ Էլնինյոն խփում էր ֆանտաստիկ գոլեր, նրա անունը մեկ այլ պատմության հետ էլ է կապված։ Տխուր պատմություն, որը հեփի էնդով ավարտվեց։ Դեպորտիվո Ատլետիկո խաղում քիչ էր մնում անդառնալին տեղի ունենար։ Ֆերնանդոն արդեն մեկ ոդկովային աշխարհում էր։ Ծանր բախումից հետո նա գիտակցությունը կորցրեց, ուշագնաց եղավ եւ խոտածածկին հայտնվեց։ Ի ուրախություն բոլորիս, նրան փրկելու շտապեցին թե թիմակից եւ թե մրցակից խաղացողները։ Այնպիսի ահասարսուր տեսարան էր, որ շատերը գլուխները բռնած չգիտեին ինչ անել։ Բարեբախտաբար համատեղ ջանքերով Տորեսի լեզուն դուրս բերեցին կոկորդից եւ նա կյանք վերադարձավ։ Սա թիմային ֆանտաստիկ աշխատանք էր։ Մրցակիցները ընկերներ դարձած, մարդու կյանք էին փրկում եւ հերոսանում բոլորիս աչքերի առջև։ Էլնինյոն ուշքի եկավ եւ արդեն մեկ օր հետո ոտքի կանգնեց։ Մեջբերում եմ խոսում է Ֆերնանդո Տորեսը։ Ես գնացի այն աշխարհ ու հետ եկա։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր փրկեցին կյանքս։ Ես սա կհիշեմ հավերժ։ Եթե նրանք չօգնեին ինձ, ես վաղուց կլինեի մեռած։ Այդ դեպքից հետո կյանքին սկսել եմ նայել այլ աչքերով եւ գնահատում եմ դրա ցանկացած վարքյանը։
Եկեք պայմանավորվենք այսպես. եթե դուք այս հոլովակը հավանեք եւ այն ունենա բարձր վարկանիշ, խոստանում ենք պատրաստել այս տեսանյութի երկրորդ մասը։ Դրա լինել չլինելը ձեր ակտիվությունից է կախված։ Ուշադրության համար շնորհակալ ենք ձեզ։ Կյանքի ամեն վայրկյանը գնահատեք։